Պարոն Կարապետյան, օրերս եվրոպական լիդերները Հայաստանում էին և հողի վրա 3 պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը եվրոպացի լիդերներից օգնություն խնդրեց հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար, ըստ ձեզ ինչու է հիբրիդային պատերազմը Փաշինյանը դարձրել քաղաքական օրակարգ և մյուս հարցս, պարոն Կարապետյան, ըստ էության դուք պայքարի մեջ եք մտել մի մարդու հետ, որը հանձնել է 12,000 քառակուսի կիլոմետրանոց տարածքով հայրենիք և դա մարսել է, որ իմանալով, որ այդ հողը չի պահելու հազարավոր հայորդիների ուղարկել է պատերազմի դաշտ, զոհվելու, ինքը դա էլ է մարսել, որի օրոք Ադրբեջանը Երևան քաղաքի չափ տարածք է օկուպացրել Հայաստանից, այդ մարդը դա էլ է մարսել, ըստ ձեզ կա բան, որ այդ մարդը Նիկոլ Փաշինյանը կանի ու չի մարսի։ Դե միշտ լինում է չարի վերջը, մենք բոլորս հիշում ենք դա, հիմա մարսել է, հիմա չի մարսելու, ինչ վերաբերվում է եվրոպական լիդերներին և հիբրիդային պատերազմին, ես գտնում եմ հիբրիդային պատերազմ Հայաստանում վարում է միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ղեկավարի հետ, որովհետև ես չեմ տեսնում, որ ինչ-որ ոչ հյուսիսից, ոչ հարավից այսօր լուրջ ազդեցություն ունեն քաղաքական անցուդարձի վրա, իսկ իրենք դուք տեսնում եք ամեն օր մեզ հետ վարում են հիբրիդային պատերազմ։ Եվ մեկ հարց էլ, մի անգամ երբ դուք դատարանի ներսում էիք, իսկ ձեր եղբայրը Կարեն Կարապետյանը դատարանի բակում, նա լրագրողների հետ զրույցում այսպիսի մի ձևակերպում արեց. «Բերդում լինենք, թե հացի հերթում, պայքարելու ենք մինչև վերջ»։ Կարապետյան ընտանիքի համար այդ մինչև վերջը ո՞րն է։ Մինչև հաղթանակ, մինչև մեր ժողովուրդը բավարարված չլինի։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ օրաթերթ, այնուհետև Ալֆա Նյուզ և